Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հասանք Վարդենից։ Այ շատ բարև ձեզ։ Ոնց է եղբայր։ Ոնց։ Բա դու գիտեք, որ մենք գալու ենք, բա ուրիշ ոնց պետք է դիմավորենք։ Բա ինչ գիտեք, ստե ենք կանգնելու, բարև ձեզ։ Ինչ կա չկա, ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ հալի եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Լոխը լավ է։ Հաստատ։ Այս ճամփեն գիտեք, չէ՞, տարի պարոն Խուդացյան։ Պարոն Խուդացյան։ Հենա նորից։ Դեսի ձեր ծանոթ խանութ։ Հա, ստեից առևտուր։ Հիշում եք այն ժամանակ կարտոշկի համար Ինչ կարտոշկի։ Կարտոշկի, պատգամավոր է այն ժամանակ։ Պարոն Խուդացյան, այս ճամփեն այս տարի է ծրագրի մեջ։ Կողմից 3 հատվածով Այս տարի սկսում ենք կառուցել, ճանապարհան մխիթար վիճակը, բարոն։ հա, դա բայց գիտեք ինչ է դեր կապված, քանի որ այնտեղ են բարձրացնելու բան կար, հատված կար։ Պետք է բարձրացնենք, իսկ նա կոմունիկացիաներ փոխվում է։ գնանք նախագծով։ Այնտեղ քանի որ շատ բարձրացնելու հարց կար, հետո տեսանք, հետո ցավոք Սևանը բավարար արագությամբ չի բարձրանում։ Մտածեցինք հիմա մի հատ սարքենք, մինչև բարձրանալը բան կանենք, էլի ուրիշ։ Ինչ տրամադրության եք գործել։ Շնորհակալ ենք։ Միած սարսուրջ։ Չէ, եղբայր, շնորհակալ ենք։ Ուրիշ առիթով։ Ուրիշ առիթով։ Շնորհակալություն։ Բանի քարոզարշավի վաղ որ գանք այն ժամանակ կկանգնենք, բան կանենք։ Կհյուրասիրեք։ Եղբայր, դուք ոնց եք։ Ինչ կա, ինչ չկա, ինչ տրամադրություն, ինչ հա։ Ինչով եք զբաղվում։ Զբաղվենք տունեն տնտեսության։ Բան, հող։ Հող, կարտոշկա։ Չեք մտածում կարտոշկեն ուրիշ բանով փոխարինեք, որ ավելի թանկ լինի։ Հետո կարտոշկի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լնում։ Պարոն Պապոյան։ Պապոյանը ուրա։ Պապոյան։ Պարոն Պապոյան։ Բանի կարտոֆիլի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լնում։ Այո, ու մենք այս տարի քվոտա ունենք 3500 տոննա դրսի սորտերի առանց մաքսատուրքի կգա։ Սերմեր, այդ բարձրարժեք թանկ կարտոֆիլ։ Եվրոպական է, իրա վրա բարձր մաքսատուրք կա, ԵԱՏՄ-ում մենք գնացել ենք քվոտա ենք վերցրել, պարոն վարչապետ։ Բայց նկատի ունեմ ինքը որ շուկայում ավելի թանկ է այդ կարտոֆիլը։ Չէ, ինքը ավելի շատ է բռնում։ Չէ, ես նկատի ունեմ բարձրարժեք սորտեր կան, ասենք կարմիր կարտոֆիլ կա, ճիշտ է։ Հետո ուրիշ սորտեր կա, ուրիշ սորտեր կան ու տեն շարունակ։ Ընդհանուր առմամբ մենք ուրիշ բանել ենք մտածում ենք որ բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է տրամադրությունը։ Ուրախ ենք շատ։ Գնացինք, լավ, կարտոֆիլի մասին հետո կխոսանք։ Բարև ձեզ, եղբայր։ Լավ եք։ Բարի օր ձեզ, բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ, պարոն մարզպետ, բարև ձեզ, պարոն քաղաքապետ, բարև ձեզ։ Լավ եք։ Անա բասում եք այնա ցանկի սեզոնն է, էլի երբ են բարելու ժողովուրդը։ Հա։ Այսինքն մոտավորապես երբ կբարեն։ Պարոն Պապոյանի, գյուղատնտեսության աջակցության ինչ ծրագիր ենք ուզում անենք։ Պարոն վարչապետ, այս ենթադրում եմ, որ կարողանանք հաջորդ շաբաթ արդեն ընդունենք, այսինքն այս 5 շաբթի ընդունենք բուսաբուծության աջակցության ծրագիրը եւ դրա արդյունքում, երբ որ հատիկ անդեղեն մշակաբույսեր, կերային մշակաբույսեր եւ հացահատիկ են ցանում մեր քաղաքացիները, ծախսերի 50%-ը կառավարությունը փոխհատուցում է։ Շատ լավ։ Այսինքն մի շաբաթ կընդունենք։ Այո, օրինակ գալու դեպքում 1 հեկտարի դեպքում հաշվում ենք, որ ծախսերը մոտավորապես 160,000 դրամ են եւ դրա կեսը 80,000 դրամը կառավարությունը կփոխի։ Բա ոնց ենք փաստագրում, որ համոզվենք, որ չարաշահումներ բաներ։ Մեխանիզմը այսպես է, նախարարությունը մոտավոր հաշվարկել է միջինացված եւ այդ
տրամաբանությամբ Չէ, նկատի ունեմ համայնքներն են ֆիքսում, որ Այո, ցանված է։ այո, քաղաքացին գալիս է համայնք, ասում է ես հայտ ատալի, որ ուզում եմ մասնակցեմ ծրագրին, հետո հավաստագրված սերմերով է, ինքը նաև փաստաթուղթ է ցույց տալիս, որ հավաստագրված սերմ է առել, եւ համայնքը հետևում է, տեսնում է ծլել է, մշակում է, թե ոչ, եւ մեզ տալիս է Ծախսերի 50%։ Այո, մեզ տալիս է փաստաթղթերը մենք փոխանցում։ Սոտակազն էլ ընտրանքային բան է անում, մոնիտորինգ է անում, ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Եղբայր բարև։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ հալ եք։ Լավ եք, լավ է։ Եղբայր բարև։ Ոնց է։ Ես շատ լավ եմ, համար շաշ եմ։ Հաճ եմ ասկանում։ Կասետները լավացին գոհ։ Էդ եմ ասում էլի։ Բարև եղբայր։ Բա այս ջուրը խենք սենց թողում հոսի գնա։ Խմելու է թե ոռոգման։ Ոռոգման համար ասել բնակիչներ կան, որ այդ բնակիչները դրանով օգտվում են։ Այսինքն սա հիմա օգտագործվում է, հա։ Այո, օգտագործվում։ Սենց գնանք, տենանք թաղերում ինչ կա։ Տենստեղ կա, որ գնանք պտտվենք ուրիշ տեղով դուրս գանք, թե։ Չէ, պետք է դառնա։ Բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Տուն տեղ ինչ հալ եք, ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ես ես մի հատ արցում եմ Խնդրեմ։ խնդրանքից, եթե չմերժեք։ Ասեք եղբայր։ Ես 22 տարեկան է, 3 տարի է նստած, մեղ տեղ նստած, այդ բանի համար նստած է։ Ինչ հոդված է։ Ինքանով hamanերում ակլնի Չէ, hamanեր պաստուղ է։ Hamanերը- երեխայա տարել եմ, էսի 4 Համաներում այն բանում էլ ասցի, վայքում ասցի։ Մենք հիմա պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմն ենք ակտիվացնում, որպեսզի պայմանական վաղաժամկետ, ով որ հիմքեր կա պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետները անենք։ Ինչի, որովհետև համաներումը անձին հաշվի չի առնում, հոդվածն է հաշվի առնում։ Իսկ բանը պայմանական վաղաժամկետը համ հոդվածն է հաշվի առնում, համ անձն է հաշվի առնում, համ իր հոգեբանական վիճակն է հաշվի առնում, ամեն ինչ հաշվի է առնում։ Ինչ հոդվածով է նստած։ Ստից, Ինչ։ սուտից, Ինչ ասա դե ինչ հոդված է։ դենից բանը որ ասեմ, ծաղրած բանը որ ասեմ, զարմանալու բան է, երեխայա չհասկանալով ասենք Արմեն ջան, Հաջա։ Բարև ձեզ։ Եք մի հարցով եմ։ Համեցեք եղբայր։ Պարոն Վարշապետ ջան, ես որտեղ ասես դինի, այդ հարցը ոնց անենք։ 6 տարի առաջ Պասպաստանից ես 2 բլուր լրիվ 2 բլուր սիգարետ անիտուս վերցի ինձ ոչ թե բան չասին անցյալ 6 տարի 700,000 տվացից դահարկը առանձնամարդ առանձնան վարորդական իրավունքից էլ զերծած ես էլ վարորդ տղա Ով արե, ով։ այնտեղ տամուժն են մեր հայերը ագարակ Գագիկ։ Գագիկ ջան, մի հատ տես որ մաքս իբր մաքս անենգության մեջ են մեղադրի, հա, որ ապորինի ներկա։ հա 2 բլուր լրիվ Երկու սա եղե։ հա Երկու սա եղե։ դե 4 հա տա Հələ ճիշտ է։ Իո 4-ը դասը պերի Լավ, գակ ջան։ տղես պոստերներ պերի վրտանի պոստեր շո Երկու հատ աղը հետո պարզվելա 4-ը, լի մի հատ պարզի ինչն ինչոց հա։ Բարև ձեզ 1000 բարի։ Ոնց եք եղբայր։ Ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարց չունի, լավ է։ Լավ եք, հաստատ։ Հաստատ։ Դե լավ եղեք, ուրախ եմ եղբայր ջան։ Իսկ ստեղ բան սուբվենցիոն ծրագրեր ունեք։ Ունենք այս տարվա մեջ այս փողոցել ունենք։ Էս ինչ եք անելու, ասֆալտապատում ենք անելու, հա, շատ լավ է։ Շատ ուղիղ փողոց է, սենց ուղիղ տեղեր Հայաստանում շատ քիչ կա, չէ՞։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք եղբայր։ Շատ լավ, շատ լավ։
Ինչ տրամադրության։ Շատ վիշի տրամադրություն մանավանդ ձեր օրենքները, որ հանել եք, մանավանդ գյուղացիներ համար այդ վարկեր վարտվեցիք, ամեն ցևի ապրում են, շատ լավ եք, դու եք։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարցեր չունեմ։ Չէ, լավ, դե լավ։ Ամեն ինչ լավ էլի։ Ամեն ինչ թողներ երկիրն ասած խաղաղ մնա, ամենակարևոր խաղաղությունը, խաղաղ մնաց։ Այսպես ամեն ինչն մեր ստեղծեք ապրեք։ Խաղաղությունը Ձեր օգնությամբ մեր կառավարությունն մեր կողքայնացան, մեզ կողքնա մենք էլ կապրենք։ խաղաղությունը հետևյալն է, խաղաղությունը հաստատված է, բայց դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է խաղաղությանը տեր կանգնեք։ Տեր ենք, մենք տերն ենք։ 2000 հունիսի 7-ին քվեարկում եք ԿՊ-ի օգտին, սահմանադրական մեծամասնություն հաստատում ենք եւ երկարաժամկետ խաղաղությունը երաշխավորում ենք։ Փակում ենք այդ թեման։ Մի հարց էլ էլի։ Ահա, տեսար որ հարց կա։ Այս տունս բնակարան սարքել համար որ տվեցի, գյուղերում է, սահմանում ես գյուղերում։ Կուտ գյուղում ոնց որ չի։ Պարոն Թորոսյան, կուտում չենք տվել, քանպես քվոտա։ Չէ, այս անգամ։ Որտեղ մենք երեխեքս կուտ Կար թե փոքր քվոտ։ Չկա այս տարի, գիտեմ էլի։ Որտեղ ամենը դու գիտեք կուտն ամենամեծը կուտն է։ Ստեղից կա մենակ Դբրոցել կան, դե ժողովուրդներ, մենք էլ գնում ենք այնտեղ արժան։ Բայց կառուցվողների մեջ կար կուտ։ կառուցողների մեջ Հələ կուտում ինչքան է կառուցվում մի հատ։ Գիտեմ, ուրիշն փոխել են, հա։ Կուտում բայց սարքվում է, չէ։ Կուտում կար, սարքվել են, բայց հիմա չկա ասում են։ Ահա։ Երկին շորժամը Դե որովհետև այնքան քիչ են սարքել, 3 հատ է սարք։ 14 սոտքում 60 Դիմի եթե կուտումներ օրինակ օգտվեիք այդ հարցից, եթե հնարավորություն կա, կարաչարի։ Գնայինք հաջորդ փուլում կնայինք։ Շատ լավ է, բարով արշավ, շատ լավ։ Մի րոպե։ Մայրիկ ջան, բարև, մայրիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Հաղթանակին մաղթում, Բարև ձեզ, բարև։ քերին կհաղթենք, բայց այդ ցավը տանեմ։ Լավ եք, լավ ամեն։ Լավ, շնորհակալ եմ։ Տուն տեղ։ Հաջողություն ձեզ։ Բոլորիս հաջողություն։ Այնքան հաջողություն եմ ցանկանում եւ Մի հատ մայրիկին այս սրանից նվիրեմ, ինձ հետ կնկարվեք։ Հա, իհարկե կնկարվեմ։ Հետո թերթի մեջ գցիկ որ տեսնեմ։ Այնա ուղիղ եթերում ենք թերթի մեջ։ Թե մենակ ձեզ հետ։ Հա, մենակ ինձ հետ։ Լավ եք, ինչա ձեր անուն ազգան։ Եվա Թադևոսյան։ Տիկին Եվա, շնորհակալ ենք շատ։ Շատ լավ ուղիղ ճանապարհ է, հա։ Այ երբ որ մեր համայնքները զարգանան, հաջորդ փուլում արդեն պետք է սուբվենցիաներով այս ֆասադների հարցը լուծենք։ Ֆասադները մաքսիմալ իր օրգանիկ վիճակին, օրիգինալ վիճակին մոտիկ, տենց պետք է գյուղեր ունենք, որ 90 ու ավելի տոկոս ճանապարհները ասֆալտապատած են, երկրորդական, երրորդական։ Դե սա այս տարի անելու ենք, չէ։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ո՞նց եք, ինչ տրամադրության եք։ Փաշքացու, առողջանեք բոլորս Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Էս Չէ որ Յա- գոյ շնորհակալ եմ ձեզանից Հաստատ։ Ով ինչ ասում է մեր վեճն էլ չի։ Հաստատ։ Հաստատ։ Մենք ձեր կողքին ենք իմ ընտանիքով իմ Շնորհակալ առասարներով եմ, Ադրբեջան։ Մարիկ ջան։ Մենք էլ ձեր շնորհակալ ենք որ Դուք հաշվի եք առել։ իրան ճանաչում եք, Բարև ձեզ։ առողջապահ։ նախարարություն։ Իրա- Ես ինֆարկտ տարածքին եմ։ Ահա։ Չաշված ընտանիքս ահավոր վիճակի մեջ է։ Հիվանդության պատճառներով հենց հիմա հարցը բարկացա պրիստուպի մեջ։ Որ դեղորայքն ծրի կընդունենք։ Բժշկ սպասարկում են ծրի, մեր համար աշխարհը։ Շատ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ մեր երեխեքի, զույգ երեխեքից ծնունդ։ Աստված պահի, Աստված պահի։ Շատ Աստված պահի։ Դե առողջություն, հարսիկին, առողջություն։ բաներ մեր կյանքի համար։ Վարչապետ հաշվառնելով որ մեր ժամանակը կարող է հետ գնան քաղաքի մեջ։ Հիմի բա որտեղ ենք։ Հա, էս էլ է քաղաքի մաս, բայց էսի բան է։ Մի քիչ նայենք, տեսնենք, այսա գնանք, հա, այսա կգնանք։ Ահա, այս եկել ենք հասել ստեղ, այս մարդկանց չբարևենք մի հատ։ Եղբայր բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Ինչով եք զբաղվում, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Շատ լավ։ Աշխատանք։ Ինչ Արևային համակարգում արևային։ Ահա, այդ եղավ գործ։
Իմիջայլոց Վարդենիս տարածաշրջանը արևային էներգիայի ամենահզոր տարածաշրջանն է։ Գեղարքունիքի, բայց հատկապես Գեղարքունիքում էլ հենց Վարդենիսը շատ լավ է։ Լավ է գործերը։ Դուք ծննդով Վարդենիսից եք, այսինքն Աշխատանքի բնույթով եմ այստեղ։ ապրում եք այստեղ հիմա թե չէ։ Դե լավ է, էլի։ Այդ լավ է, որ հիմնականում մարզից գնում ենք մենք բոլորս գնում ենք Երևան ապրելու, տնտեսությունը ուզում ենք նաև նենց կարգավորենք, որ նաև Երևանից մարզ գալու առիթ եւ հնարավորություն լինի, նենց որ ուրախ ենք։ Գիտեմ, որ գործերը լավ է, որովհետեւ տես արևային համար մատել բան ասում են։ Խի արեցին ամսեկան, որ ամսեկան անեն, այն ժամանակ Եղբայր։ կանոն կուտակում էին, ապրում էին ժողովուրդը։ Եղբայր, տեսեք, ընդհանուր այդ հասկանում ենք, բայց ինչ խնդրեմ կա։ Ինքը արևային համակարգը, որ այդքան այդ համակարգը ընդհանուր էներգետիկ համակարգի համար խնդիրներ է ստեղծում։ Որովհետև ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալն է, որ արևը ցերեկը կա, իրիկունը չկա։ Ցերեկը այնքան արև կա, հիմա մյուս էլեկտրական կայանները պետքա նվազեցնել եւ այլն։ Իսկ մենք ատոմակայան, ջերմային կայան եւ այլն, այդ նենց բան չէ, էլի որ միացնենք անջատենք, այսինքն ինքը բարդ process է։ Դրա համար մենք էլ չուզենալով որոշ կարգավորումներ ենք անում, որ մի քիչ հավասարեցնենք, որովհետեւ կարան այդ էլեկտրակայանները բան անեն, էլի, խնդիր ունենան, համեմատ ուրիշ խնդիր էլ կա։ Օրինակ նույն այդ էլեկտրակայանները ինքը պայմանագրերը նախկինում էլ տենց է կնքած, որ առնես չառնես էլեկտրական հոսանքի փողը պետքա 10 որոշակի պայմանավորվածության դրա համար մի քիչ կարգավորում ենք որ մի քիչ սենց անենք որ մինչև կուտակային կայաններ ստեղծել հիմա մենք մեր նախընտրական ծրագրում պարոն Խուդացյան գրել ենք որ մինչև 2040 թիվը 600 մեգավատ կուտակային կայան պետք 600 հա դե տենց մի քիչ զապասով ենք դրել 600 մեգավատ կուտակային կայան որ հիմա իմիջայլոց Առաջիկայի շրջանում մենք բան ենք անելու, մի հատ ծրագիր ենք անելու, որ ձեզ քաղաքացիներին օգնենք, որ դուք ով որ ունի արևայինը, օգնենք ֆինանսական սուբսիդավորենք տոկոսները, որ դուք ձեր հայատներում նաև կուտակային կայաններ դնեք, այսինքն ցերեկը հավաքեք, գիշեր օգտագործեք, ցերեկը հավաքեք, որ այդ խնդիրը չլինի։ Դուք դեր հոս մենք օրենսդրությունն ենք անում, պարոն վարչապետ։ Մոտավորապես երբ կհասցնենք դա Տարվա վերջ բացես կլինի։ Մաքսիմում մյուս տարվա սկիզբ այդ ծրագիրը կլինի։ Մենք փորձում ենք ես գումարման ազգային ժողովում օրենքն։ Այսինքն ձեր ասած այդ խնդիրը կլուծվի։ Մենք ձեզ տոկոսի սուբսիդավորում կանենք, դուք վարկը կվերցնեք, մենք տոկոսը կսուբսիդավորենք։ Ձեր դներում իմիջայլոց մարդիկ կարան հավաքվեն նաև հարևաններով բանով, մի հատ ընդհանուր կուտակային կայան դնեն թաղերով բանով, որ շատ ոնց է շատ լավ։ Համեցեք եղբայր։ Մեր կաթն թանկացել։ Գոնե արա 200 Պապոյան 3 օր առաջ էտ ենք քննարկել։ Գոնե 200 դրամ անցնենք։ Ինչ ենք անելու կաթեթ կապված։ Ամեն բան չեմ կա սեզոն, երբ որ կաթի գինը փոքր նվազում է, սովորաբար ապրիլից մինչև սեպտեմբեր հոկտեմբեր այդ հատվածում մի լիտր մածու խանութում 720 դրամ է։ Ինչա մեր կաթն 120 դրամ։ Պարոն վարչապետին այդ հարցով 120 դրամով Սպասի պատասխանում է, հարցիդ պատասխանում է։ վարչապետին հանրապետության վարչապետին էլի են դիմել այդ հարցով եւ պարոն վարչապետը հանձնարարական է տվել մեզ ու մենք նախագիծ ենք մշակելու եւ ինչ որ գումարով կսուբսիդավորենք Մի քիչ կօգնենք ձեզ Դու կաթներ թանկացրեք։ Մեզ էլ վարկեր տվեք։ չէ կաթը ոչ թե թանկացնում ենք, այլ մի քիչ սուբսիդավորենք։ Ֆերմաներ չեն զարգացնել։ Որտեղի զարգացնել։ տեսեք ոչ թե 120 դրամով թանկացնում ենք Այլ մի քիչ փող ձեզ գումար ենք կօգնենք, էլի։ Կաթի գինը մնա նույնը չթանկանա, բայց դուք ունենաք շահույթ ավելի։ Հասկանալի արդեն։ Որ Էլի վատն չի։ ձեր տա, էլի։ Էլի վատ չի։ Մեզի մեկը աջակցիկ։ Աջակցենք, այո։ Բայց որտեղ եք ապրում դուք հիմա։ Գոմը որտեղ է։ Իմ տան տուրն է։ Մոտիկա։ Գումերն Կարանք գնանք նայենք։ Մեքենայով։ Պարոն վարչապետ, Անջատել մյուս հաղամաս։ իմի գումերն ստեղ է։ Լավ անասուններ ունեմ, լավ պերմա ունեմ, բայց չեմ կարող։ Բանը ուզում էի ասեի, որ ֆերմայի ձերն էլ պետք է փոխեք։ Մենք ձեզ ուրիշ բանով աջակցում ենք, այդ փողը չեք վերցնում։ Հա, օքեյ, կաթով մի տարի, 2 տարի էլ կաջակցենք, բայց ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած բայց ծրագիր չունեմ։ Որտեղից փոխեք 120 դրամ խոտ առնեմ, ճարի առնեմ, բահովին տամ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Ասատրյան։ Պարոն Ասատրյան ջան։ Ջանի ջան։
տեսեք, մենք արդեն քանի տարի է այդ խելացի անասնագոմերի ծրագիր հիմա կա թե Այո, կա, պարոն խելացի անասնագոմերի ծրագիրն անում ենք, որ այդ դարդից ազատվեք, որովհետև խելացի անասնագոմում արտադրված կաթը 200 դրամի չի իջնում երբեք։ 250 դրամ։ Ես 250 դրամի չի Ես իջնում։ դրանից հասկանում եմ, բայց ուժս չի պատում որ սարքի։ Բա մենք տան 80 թվին մեր համալիր աշխատել։ Սպասի։ Խելացի անասնագոմերի ծրագրով 50% հետ վճար չենք Այո։ ծախսած գումարի 50%-ը հետ ենք տալիս կամ է վարկավորում ենք։ Ուղղակի պրոբլեմն է նա, որ այդքան ասում ենք, չի հասնում ինֆորմացիան ձեզ, չի հասնում կամ էլ դուք չեք մտնում այդ գործի մեջ։ Մտենք, մեզի եղբայր, կարանք մի բան Հիմա պայմանավորել։ որ դու չիկին մեր վարդինից, ես կարիք իջող հետ։ Դե բա դրա համար եկել եմ։ Չի կարիք։ Կարանք մի բան պայմանավորենք։ Մի տարի, 2 տարի կաթի հարցում կաջակցենք։ Դրանից հետո պետք է այդ խելացի անասնագոմերը կառուցեք, փողը դնում ենք այդտեղ։ Ծախսի 50%-ը հետ ենք տալի։ Ենթադրենք 10 միլիոն ծախս արիր, գոմ սարքեցիր, 5 միլիոնը սենտ չէ, բայց անկանխիկ քարտի վրա հետ ենք տալիս։ Հետո տոհմային անասունները ձեռք բերեցիր, այդտեղ էլ 10 միլիոն է դրա վրա ծախսեցիր, 4 միլիոնը սենտ, բայց թղթի փողով չէ, էլի քարտի վրա փոխանցում ենք։ Շատ լավ։ Եվ վարկային բաղադրիչով։ Պայմանավորվում ենք։ Լրիվ։ Տես, հիմա որ թիվն է 2028 թվի մայիսին գալու եմ, եթե կաթի գնից բան ասեցիր, պետք է գամ ֆերմեն սարքածելնես փողդ հետ ստացած։ Լրիվ։ 9 միլիոն պետքա մեզնից ստացած լնես, բայց դու պետք է 9 միլիոնի համար ինչքան պետք է մի 20 միլիոն պետքա դնես, մի 9 միլիոնը հետ ենք տալիս։ Պայմանավորվանք, всё, գնացինք։ 40 տարի Մի րոպե, մարդկանց չբարևեցինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախալի է, եկեք, ուրախ ենք շատ, լավ եք։ Գնանք։ Երեխաներ են եկել, երեխաները։ Երեխեք ջան, բարև ձեզ, լավ եք։ Սրանից նվիրեմ ձեզ։ Լսի, այսօր իմ կուրտկեն էլա հաստ, լավ չի պահում։ Դու կկպցնես էլի, լավ չի պահում, այ այստեղ կկպցնեմ։ Նկարվենք, իհարկե նկարվենք։ Դու հեռախոսը ձեզ նկարել։ Պարոն Պապոյան, մարդկանց խոստացանք, էլի այդ գյուղի ծրագրերը չհետաձգեք, էլի։ Արագ, մաքսիմալ արագ ընդունեք։ Հա, եղբայր, հեսա գալիս եմ։ Մատել առանց։ Բարև Փաշյան, Հաջող։ շնորհակալ ենք կատարած աշխատանքի ու ծրագրերու Ես համար։ էլ ձեզնից եմ շնորհակալ։ Բարև եղբայր, ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Հարցն է, պարոն Փաշյան։ Էսա ինքը հարց ուներ։ Հարց ուներ, թե չուներ։ Ես ունեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ խաղաղության համար։ Իմ մաշկի վրա ես զգացել եմ դա։ Շատ լավ, եկեք հայլենք Չեմ խոսենք։ ուզում Որտեղ եք ապրում։ Արցվանիստում։ Արցվանիստում։ Չեմ ուզում, որ ոչ մի ծնող այդ արցունները թափի։ Մեր խաղաղությունը ցանկ բան է։ Պահենք, պահպանենք։ Ոչ մի քույր, ոչ մի եղբայր, ոչ մի հայ արցուն հարազատ արցուն թող չթափվի։ Մեր խաղաղությունը ցանկ է, շատ է ցանկ։ Դրա համար ես մարդկանց հետ շփում եմ, ժողովրդի մեծամասնությունը կողմնակից է խաղաղության։ Բայց կներեք, ո՞նց կարանք, որ ասում եք մեծամասնությունը, այսինքն կա մարդ, որ կողմնակից չի խաղ։ Դե որ եկան ուրիշներ եկան, պարոն Փաշինյան։ Չէ, նկատի ունեմ քաղաքացիների մեջ, ինչի պետք է կողմնակից չլինի։ Մենակ մի պատճառը, որ մարդը ինֆորմացիայի պակաս ունենա խաղաղության մասին։ Մենակ այդ պատճառը։ Ով կարա դեմը լինի խաղաղությանը, դա ընտրամաբանական։ Ապրես։ Երկրորդը, Արցվանիստ համայնքում ձեր դղյակը, որ կառուցել եք, նվիրել եք մանուկներին։ Այո։ Շնորհակալ ենք դրա համար։ Բայց չենք եկել, բացում չենք։ Չէ, լպացում չի եղել։ Հələ չի եղել։ Չենք։ Երկրորդը ճանապարհաշինությունը արդեն ավարտվում է։ Արդեն փողոցներն են։ Լուսավորությունը, պարոն Փաշինյան, ջրագծերը, ոռոգման, խմելու ջրագծերը։ Էլ ինչից պետք է դժգոհ լինեն ժողովուրդը։ Ժողովուրդը դժգոհ։ Ամեն ինչ հերթով կան։ Բայց ամենակարևոր իսկականից խաղաղությունն է։ Ժողովուրդ, տեսեք, այս շատ կարևոր բան է, էլի։ Ճանապարհ, էսա ասցի, ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ։ Բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է,
որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին մի հարցի պատասխան պետք է տա, ինքը տեր է կանգնում խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Տեր պետք է կանգնի խաղաղությանը, այս ընտրությունների բանը, որովհետև խաղաղություն, որ եղավ, ճամփի հարցնել, էնել, տենց հարց չկա, որ լուծվող չի, որ խաղաղություն չեղավ, ով է սիրտ ունենալու դպրոցի վրա, M1-ի վրա, M1-ի վրա, կամ էլ Վարդենիսում, որ խաղաղություն չեղավ, Սոտքում, հələ մի րոպե, էլի, պարոն Թորոսյան, այն օրը, որովհետև տպավորվեցի, պարոն Թորոսյան, մի հատ Սոտքում քանի տուն է, էլի 10, հա? Չէ, այս պահին մեծ թիվ էր Սոտքում։ 77 տուն Սոտքում կառուցվում է։ Բա 70 այդ մարդիկ պետք է ապրեն այդ տանը, խաղաղությամբ ապրեն այդ տանը եւ Դրա համար ժողովուրդը կառավարության կողքին կանգնած է, պարոն։ Ժողովուրդը 26 թվականի հունիսի 7-ին պետք է իր քվեարկությամբ խաղաղությանը տեր կանգնի։ Այդ շատ կարևոր բան է։ Շատ շնորհակալ եմ։ Տալիս է։ Շնորհակալ եմ։ Մեր մասնագիտության շնորհակալ ենք, ինչի համար։ Իր առաջ չեմ ասում, պարոն վարչապետ, որ շրջում է, հսկում է, աշխատում է։ Ժորժ ջան, դա մեր ընդհանրապես տեսեք։ Եթե դուք մարդունուց եք։ Եղբայր, եթե կառավարության նիստերին հետևել եք, բարև ձեզ, հազար բարև։ Ես միշտ մեր գործընկերներին կոչ եմ անում, ասում եմ, ինչքան կաբինետում ենք աշխատում, պետք է այդքան էլ դրսում աշխատենք, մարդկանց հետ շփումով, որովհետև մարդկանց հետ շփում մեզ նաև մեծ ինֆորմացիա տալիս, թե ինչ է կատարվում։ Մասին 10%, 1% մտածեք։ Չենք մտածում։ Դե մի քիչ դες մարդ Չենք մտածում, ինչքան սուբվենցիա ունենք։ Այս տարի, անցած տարի 4 միլիարդ 200 միլիոն։ Ոյ տնաշեն։ 4 միլիարդ սուբվենցիա ենք ծրագիր ենք հաստատել, ասում եմ, որ մի քիչ Վարդենից 4 միլիարդ պատկերացնում ես այդ ճիշտ իմա։ Լավ։ Աշխատում են, չէ։ Հələ բացի այդ բանը, այդ կենտրոնական ճանապարհն է, այդ սուբվենցիա չի, կառավարության միջոցներով է սարքվում։ Այսինքն Վարդենիսի համար 4 միլիարդ, Վարդենիս կյանքում մի տարվա մեջ 4 միլիարդի ծրագիր իրականացվում։ 12 այդ գալիս է մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել, ինչքան է կուրսը հիմա 10.5 միլիոն դոլարի, այդ մենակ անցած տարվա ծրագիրը։ Բայց տարի 3 միլիարդից ավելի կոստանա։ Ասում եմ մի քիչ Վարդենիսի մասին։ Կոմբինատը, որ կոմբինատի։ Զոդի կոմբինատի մասին էլ է մտածվում։ Մտածվում է 1000 հոգի անգործ չունեն, մեղք են էլի։ Դե այդ դրա պայմանն էլ է, խաղաղություն եղավ, գործն էլ կլինի, աշխատանքն էլ կլինի, գործարանն էլ կլինի, ամեն ինչն էլ կլինի։ Այդ ամենակարևորը խաղաղությունն է։ Իմիջայլոց ասեմ ձեզ, ճանապարհները, սահմանները, որ բացվեց, այդտեղ էլ հազարավոր աշխատատեղեր են բացելու։ Առևտուրը, որ բացվեց, առևտուր կայնավ ստեղ, բարշե։ Ոչինչ կբացվի, էլի կաշխուժա։ Մենք լավ էլ կաշխատենք։ Հույս ունեմ կողմեք, որ Եզուն էլ գիտենք, լավ է։ Հույս ունեմ, գիտեք ադրբեջաներեն գիտեք։ Հույս ունեմ կողմեք, որ բացվի կամանց, քայլ, մի անգամից չի լինի, պարզա 30 քանի տարվա թշնամանքից հետո։ Քաղաքն ենք, որ Առաջինն եք, վերջինը չի։ Առաջինը կլինի, այ։ Կարող եմ փոխանցել ձեզ։ Ես կարող եմ փոխանցել ձեզ, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։ Մեր քաղաքապետարանից գործում։ Մենք էլ ենք գործեր քաղաքապետարանից։ Հաջան։ Հա, իհարկե, եղբայր։ Գագիկ, օգնականը ստեղ այսպես։ Պարոն Փաշյան։ Գագ ջանացը։ Հա, եղբայր։ Դուք չեք հիշում էլի։ Ծանոթա ձեր դեմ։ Ռազմոյի գործով Որ ռազմոյի գործով։ Այդ հրակարարի վրա դուք երբեր մեջ տպել էիք։ Կներես եղբայր չեմ հիշում։ Բացվեց այդ գործը։ Որ թվին ա եղել է։ 2004 թվին։ Պարոն վարչապետ, մենք Արջախուր գյուղից էինք ավարտվել մի 100 հոգով, չթողեցի որ կայնացնեն։ Ինչի՞ չկա։ Հա, կայնացնեի։ Դե ժամանակ Մենք եկել ենք ստե մեզի հարց ունենք էլի։ Հա, խնդրեմ։ 90-ականներից մի 60 ընտանիքի հողամասեր ունեն մեր գյուղում, դակումենտ չունենք։ Ու միշտ Ինչ դիմել ենք։ Հողամաս տներա կառուցված ապրեն։ 30 ընտանիքի, 40 ընտանիքի տներ։ 21 թվից առաջ, հա, այդ բանի օրինականացման բանի մեջ չի։ Չէ, ինքը ազգային պարկի հող է, եթե Սևան ազգային պարկի տարածքը
ընկնում։ Մենք հիմա կառավարման պլանը ձեր հանձնարարականով որ հաստատում ենք, իրանց տների 90 եւ ավել տոկոսը դուրս է մնում Սևան ազգային պարկի տարածքից կարողանալու են օրինականացնել, բայց որոնք որ բացարձակ ու մի քանի տուն են, բացարձակ նիշից ցածր են ընկնում, դրանց հարցը էլի քննարկման կարիք ունի, որովհետեւ լճի բարձրացման դեպքում մենք չենք կարողանա։ Հիմա տեսեք, ասենք դուք տեսեք, ժողովուրդ, տեսեք, իրականում որ այդքան խոսում ենք օրինականության մասին, սրա համար ենք խոսում։ Իրականում դուք մեղավոր չեք, որովհետև եթե մի քիչ կարգ ու կանոն լիներ, ձեզ կգային կասեն չէին թողի այդտեղ տուն սարքենք, կասեն Ժորժ ջան, ստեղ պետքա տուն սարքեք, սենց պետքա տուն սարքեք, այս թղթով, այս թամասարը, որ սենց խնդիրներ չլինի։ Դրա համար 80 թվի տուներ կա տեսարկան։ Դե այդ եմ ասում էլի։ Դրա համար այս ամեն ինչը մեզ ինչ հետևություն ա բերում, որ ասում ենք շինթույլտվությունով լինի, որ ասում ենք նախագծով լինի, որ ասում ենք այդ ամեն ինչով լինի։ Մարդիկ մտածում են, որ այդ բանը ջանջալացնում են, բայց իրականում տեսեք կառուցել եք, այսքան տարի ապրում եք, սենց խնդրի մեջ եք դու։ Կգտնենք, այնա մարզպետն ասեց, մի հատվածի խնդրը գտնենք, այն մյուսն էլ մի ուրիշ լուծում կգտնենք, որովհետև նիշիցը պետք է մի ուրիշ ձև լուծում գտնենք։ Բայց մի րոպե, կարճ աղբյուրը Վարդենից խոշորացված է, հա, ես ինձ էր մարդու։ Մենք 18 թվին ենք դիմել դրա հարցով, ոչ մի բան չի։ Եղբայր, որովհետև դա պարզ հարց չի, որովհետև ազգային պարկի հողը դա հասկանում եք, պարզ հարց չի։ Այսինքն այսքան տարի, որ տենց պարզ հարցը լինեք, ասում եք 2018 թվից դիմել ենք։ 85 թվին եք, չէ՞ դիմել։ 90 թվին եք, չէ՞ դիմել։ 96 թվին եք, չէ՞ դիմել։ Չէ, այնց ասում եք, ոնց որ 18 թվից հետո չի լուծվել, բայց 80 թվից մինչև այս կողմ չի լուծվել, կլուծե։ 5-6 տուն էլ կան։ Լույսի խնդիր ունեն այդտեղ։ Դե բա դրա համար, գիտեմ, դրա համար։ Չեն կարողանում ընտանիք կա երեխա ունի լույս չունի, որ կարան գլուծենք, գոնե 2 տարվա մեջ կարան գլուծենք։ Վարչապետ, այն որ հիմա հա գոնե փուլային ամբողջությամբ ինչքան վաղ մի տարվա վերջ մենք այն մնացած ենք այդ հարցը, եթե չի լուծում, մենք էլ թողենք այդ գյուղից այդ հանք։ Չէ, ինձ սկսեք է։ Որովհետև մեր տները դեք։ Բարոն վարչապետ։ Չէ, բայց որը նիշից ներքև այնտեղ ուրիշ լուծում։ Պետք է տեղափոխենք։ Որը նիշից ներքև է, պետք է օգնենք տներ տեղափոխել։ Մի հարց կարելի է, չէ՞։ Այս փողոցը Երոսի փողոց է, 2017 թվականից գոյվերա իմ թորը, թակ տղա է։ Մարզպետ եկա, բակնակցեց, ամեն ինչ կարգադրեց, որ փողոցը պետք է ասֆալտ վերպատվի, անունը փոխվի։ Որ փողոցը։ Էստեղ։ Բա այնա ասֆալտապատվում է։ Էս ուր է։ Բա 2017 թվին եղել։ Եղբայր դե հիմա ենք ասֆալտապատվում։ Հəmə մինչև օրը շատ հոդապատվի, ոչինչ չէ։ Բա էստես արդեն որ այս փողոց պատահական ենք մտել։ Այս տարի սուբվենցիա։ Ասպետան կարգադրեց, Երոսի փողոցը։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Ազգանունը Մելիքյան։ Պարոն Մելիքյան, համայնքի ղեկավարը եւ մարզպետը ասում են, որ սուբվենցիայի մեջ այս տարի կսկսեն։ Երբ կավարտեն։ Ոնց է եղբայր։ Ծառայում ես դեռ թե չէ։ Բանը էս կսկսեն աշխատանքը։ Կսկսեն։ Էս էլ իր տունն էս է եղել զորոջ։ Շատ լավ։ Երոսի։ Հա, այն երեխան։ Ահա, ասֆալտն էլ անում ենք։ Բարև ձեզ, մայրիկ ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շեմքից ներս գամ, նոր բարև եք։ Ոնց եք։ Լավ ենք։ Մտածում ենք մեր երկրի ապագայի մասին։ Ճիշտ եք անում։ Ճիշտ եք անում։ Երազանքը մեր խաղաղ երկիր լինի։ Դուք եք խաղաղության կողմ։ Այո, ես անձամբ խոնարհումս։ Ուղղացի տատիկա։ Խոնարհումս, մայրիկ ջան։ Խոնարհումս։ Ես ասում եմ, որ խաղաղ զարգացած երկիրը մեր զոհված նահատակների հիշատակի ամենամեծ հարգանքի ձևն է, որը այդ երեխեքը զոհվածի ինչն է ինքը երեխեն։ Քրոջ որդին է, որ իրանք խաղաղ բարեկեցիկ երկրում ապրեն։ Ճիշտ եմ ասում եղբայր, առանց ինչ էր։ Հա Վահե ջան։ Շատ լավ։ Գնացինք Ժորժ ջան։ Պարոն վարչապետ, ես մի բան եմ խնդրում։ Ես չանանասուն ունեմ։ Քանի գլուխ։
մի հեկտար հող չունեմ։ Քանի գլուխ։ 60 հատ հենց հիմա կթիկով ունեմ, մի 60 հատ էլ մանր ունեմ։ Մալադեց։ Ահագին էլ ոչխար ունեմ։ Մալադեց։ 10 հատ էլ ձի ունեմ։ Մալադեց։ Արտեմիսի սարն եմ։ Մալադեց։ Իմ վրան են Թուրքի պոստից մի կիլոմետր է հեռու։ Կարևոր խաղաղություն էլի Չեմ վախենա։ Կրակեն Այս ընթացքում կրակել են։ Չէ, անցածանից կրակված չէի։ 4 տարի կրակոցի տակ անասուն եմ պահել, մեր Խաչատյան լավ գիտի։ Հա, քննեմ մեզ մի քանի հեկտար էլ գունի հող տակ։ Լսե, պարոն Պապոյան, մենք չենք կարա տենց կարգավորում անենք, որ ասենք ով որ ռեալ ֆերմերությամբ զբաղվում է, ասենք մարդի մի այսքան կա այդպիսի կարգավորում, պարոն Բախի չէ քեզ մարդ հողը տալ։ Առաջի անգամ Դες ծառայողած, ինձ առը լավ բանակայ։ Եղբայր, ես սպասում եմ ես գամ Պետական համասարան սովորում է հետը։ Ապրես, շատ ապրես, շատ։ Ես տղես կինս էլ Այսինքն երեխեքի կրթության վրայից փողը դնում։ Շատ լավ։ Անասուներ վինավ տնեմ, դորից տնեմ, չի ասում։ Ոստ կարնեմ, գլծեմ կուտեմ, կոպիկ ազելով, գնի թրիկը հանեմ թապեմ։ Աթար չեք սարքում, ինչի։ Առնող չաթար, էլ չեն առնե։ Հիմա զարգացած ժողովուրդ։ Հələ մի բան հարցնեմ, չէ, բայց իրոք այդ բան գոմախը բան հողերի մեջ չեք։ Ժանատիցի Հասմիկի տաղենա Նիկոլ Փաշինյանը։ Որ հասմիկի։ Հող չունեմ, որ դոտ անեմ լսեմ։ Ուրախ եմ երբ։ Հասմիկի ինչ է հիշեցի ուղղակի, որ հասմիկի։ Վալոդյանի խարսնա։ Շատ լավ։ Տեղը կբերեմ ընթացքում։ Բարև ձեզ, եղբայր։ Պարոն Մարզպետ, բայց Կարճախբյուրի հարցը պետք է զբաղվենք բանը։ Ձեր հանձնարարականը, որ կառավարման պլանը է, հիմա հաստատում եք այդ իմացածները ամեն։ Ոնց է։ Լավ եղբայր։ Փոքր է։ Հաջող ջան, Եկար անտար։ Եկար մեր գյուղիտակ շտովին մոտիկանի քեզ։ Որ գյուղի տակ եկա։ Կարճախբյուր։ Եր։ Հեծանիվի ժամանակ։ Հեծանիվի, ապա քշում ենք, հեծանիվի ժամանակ ուրեմն սենց հետաքրքիր բան ալնում։ Դե գիտեք, նախանցած տարի Ասեմանի շուրջը հետա դե գյուղերի միջով ասում են ժողովուրդ ասում են Փաշինյան մի րոպե կանգնի Փաշինյան մի րոպե ասում եմ ժողովուրդ ջան բայց որ կանգնեմ այդքան ես չեմ կարող երկու րոպե պետք է հեծանիվով պատասխանեմ չէ բանոց անտառում յասիկա որ քեզ հանդիպեի ոյ այն մեր մանկան սկզբի օրյար Իշեինք են շփոթեց։ Նаш բարի Լավ կլինի։ շրջան ես քո ցավը տանեն ծերեն։ Մեծանավի հարցը ինչ եղավ, պատրաստ եք այդ մրցույթին մասնակցելու։ Այն որ դուք պիտի 100 կիլոմետր նախ գնալու եք, եթե այն 30 ցեկում անելու են, ինչ են առաջ։ Հələ թող այդ երկուս անեն, մի հատ գրեն, բառերը գրեն, հետո կորոշենք մնացած։ Անց Հաջան։ Հողի հարկը Ջնջեք թեթայելի զերո։ Չէ, այդ հողի հարկը տենց է շատ չի, հարիկ ջան։ Այ խորը 10 մատա։ Դուք կանք տեսում դա, սա թավանի տակ են։ Տեսեք, ես հիմա ձեզ անկեղծ ասեմ, մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ այսքան ասում ենք կաթի գին, այսքան ասում ենք ճամփա, այդքան ասում ենք ջուր, այդքան ասում ենք լույս, այդքան ասում ենք դպրոց, այդքան ասում ենք սահմանամ, լսեք։ Այդ ամեն ինչը պետքա բոլորս հարկ տանք, բոլորս հարկերը հավաքենք, որ մեր երկրի կարիքները լուծենք, բայց հավաքելուց հետո մենք պետքա նայենք սոցիալապես անապահով հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքը կա վերադարձնել, բա տասնյակ տներ են կառուցվում գյուղերում, սերմի սուբսիդավորում են անում եւ այլն, պետությունը կոլեկտիվ է, պետությունը ընտանիք է, ամեն մեկս պետք է փող դնենք, որ մեր ընդհանուր կարիքները հոգան։ Դե պատկերացրեք մենք ընտանիք ենք, հոգանոց ընտանիք ենք։ Տղամարդը ասում է բան, դե ես փող չտամ, բերեք իմ բանը հարկերը զրոյացրեք, կինը ասում է փող չտամ, երեխեքն ասում են փող չտամ, տատիկը ասում է փող չտամ, պապիկը, ոնց այդ նշանակում է մենք մեզ մատնում ենք աղքատության, որովհետև մենք պետք է ոչ թե նենց անենք, որ ես ասում եմ մեր մի գրպանից դնում ենք մի գրպանը, այսքան 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր է արվում, բանում, Հողի վարդի չկան։ Մենակ ես եմ ասել մեծերի։ Ջայլեն էլ չկան։ Ոչ մշակում են, ոչ։ Այդտեղ համաձայն եմ, որովհետև մենք հիմա մտածում ենք հետևյալը։ Մի հատ մեխանիզմ ենք մտածում, որ այդ հարցը լուծենք, որ ով Սամանամերձը մարդիկ իրանց տավար չեն կարում տանեն, սարերում առածացնեն, վախում են։ Վախելու բան չկա։ Այն այս մարդ տանում առածացնում է։ 5 տարի սարն է։
Արած ասում ա, վախեն։ Դուք էլի։ Սա դել պետքա դու։ Հենա ասում ա մի տարի մի հատ կրակոտ չի եղել, էլի դու։ Լսեք, պարոն Թունյան, պարոն Պապոյան, այդ հողի ծրագիրը մենք մի հատ սեն ծրագիր ենք մտածում։ Կներեք, էլի մի րոպե կմոտենա։ Շրջանառվում է, այդ վարձակալության բան։ Մենք մի հատ սեն ծրագիր ենք հիմա մտածում։ Ինչն է, ասում ենք մարդը ենթադրենք հողը չի մշակել 5 տարի, 10 տարի։ Ասում ենք ու գնում ենք ատենանք խիչ ես մշակում, էլի օգնենք, բարձվում է ինքը Հայաստանում չի։ Հարևաններին, քաղաքում հարցնում ենք ուր է, այս հողի սեփականատերը հարգելի ուր է։ Դե ասում են չգիտենք։ Հիմա մենք մեխանիզմ ենք վտածում, պետությունը այդ հողը վերցնում է, ոչ թե սեփականությունից է վերցնում է, գալիս է, ձեր ազգանունը ինչ է։ Խաչատրյան։ Ասում ենք պարոն Խաչատրյան, տենում ենք դուք մշակում եք ձեր հողը։ Ասում ենք պարոն Խաչատրյան, այս հողը կարող է ուզենաք վարձով վերցնեք։ Ասում եք հա, նենց նորմալ տրամաբանական գին ենք դնում, ասում եք հա, այդ հողը վարձով տալիս ենք ձեզ, դուք վճարում եք այդ հողի վարձը, օգտագործում եք, այս վարձը մենք դնում ենք մի հաշվի վրա, այս սեփականատերը երբ որ մի օր կգա, կասի, այս ինչ է, այս իմ հողը չեք օգտագործե, ասում ենք եղբայր, տեսանք չեք օգտագործե, օրենքով տվել ենք նրանով օգտագործում, էսել քո վարձի փողը։ Նման բաներ կա, Չէ, պետական չկա։ Ներքինով է, հիմա մենք ուզում ենք պետական մակարդակով դա անենք, որ վերցնենք հողը, տանք նրան, ով որ օգտագործում է, իսկ երբ որ սեփականատերն է, երբ որ կհայտնվի, կասենք սահմանված է, որ տարեկան վարձը հողի, քո այդքանա գույքի հարկը բանը, հողի հարկը հանած, էս էլ այսքան փող է հավաքվել քո հաշվին, էս էլ քո փողը, էլի բան չէ, էլի քարտով էլի անկանխ։ Լավ ծրագիր է, չէ։ Ձեր ասած խնդիրների մի մասը կլուծի։ Մենակ խնդրեմ, որ մեր կաթն թանկացնես։ Վարձով կտաս, պարկով կտաս, քարտով կտաս, մեր կաթն իրա գոնե 200 դրամ։ Մի հանքային ջուր ընկեստի դեր 240 դրամ։ Բայց պայմանավորվեցինք։ Մի բան ասեմ։ Պասպորտ սեղանը չի ստեղից տարավ։ Շատ դժվարանանք մինչև գիտանք Մարտունի կուտենք։ 10,000 պետք է որի տա Մարտունի հետ կեմ։ Մի րոպե, էս ասեմ։ Հիմա Մարտունի մի րոպե։ Մարտունի գնալու անհրաժեշտություն չկա։ Հիմա Ես սուպեր չեմ։ Լս մի րոպե։ Ներքին գործերի նախարարությունը դնում է գրաֆիկ։ Ունի շրջիկ ավտո, որ ինքը գալիս է, սրանից Ես շատ զբաղված եմ։ Չէ, բա զբաղված ես, դրա համար էլ կասեք։ Իմ տնտեսության հետ ես շատ զբաղված եմ։ Լսի, հետ չես լսում։ Ասա, լսի։ Կասես, որ օրինակ ու պասպորտի գործը, պասպորտ սեղանը ինքը կգա քո մոտ։ Ոչ թե դու կգնաս պասպորտ սեղանի մոտ։ Ասեք բերեն ջվալի մոտ, ջվել տանեն ասլի մոտ։ Երբ գործ ունես, վերջին անգամ երբ հայ եկե շրջիկը Վարդենից։ Գալիս է, ես չեմ։ Հա, բայց մեզ պասպորտ սեղանը շենքն ակե։ Մենք պայն եթե եկերա այդ շրջիկը, պետք է տանա Մարտունի, ես զբաղված եմ։ Ինչի՞ համար է տանում Մարտունի, ինքը չի տանում Մարտունի, ինքը գալիս է այստեղ, ինքը պասպորտ սեղանն է, գալիս է այստեղ, մտնում ես քո հարցերը լուծում ես։ Շաբաթվա օրը գալիս է։ Շատ լավ, կարողա չեմ իմացել։ Ահա, այսօր տեսար ինձ այդ շփումներից ինչքան շատ բան իմացա։ Դե բնական է, բնական է։ Երեխեք ջան։ Նա սպասեք։ Սրանց նվիրել եմ ձեզ։ Հա։ Հա, շատ լավ։ Բա ես խա կպած դե։ Ա։ Հա, մի հատ երիկ չի։ Ով է նկարվում։ Մի րոպե հերթով մի հատ դու արի։ Այն մի հատ այն ռախոսով։ Դու ռեգուլիրովկե քանի։ Ինչ անենք դալշի ասա։ Դուրը ձերքիները դուրինչ։ Չէ, հեսա։ Էսա եղբայր, էսա։ Մի հատ էլ ինձ նայեք։ Էլի նկարվող կա։ Մի հատ առանձի կարեք։ Բարի Վարդենի։ Ատո դու կարախոսով առանձի նկարվա։ Ասա եղբայր։ Նախի բարովեցեք գրած մեր Վարդենից ուրախ ենք։ Ասա եղբայր։ Լավ լապաներու համար մեխան նամակ։ Ուրա։ Ես մոտեցա։ Տվեք եղբայր։ Մի հատ Օգնականը առանձի ստեղ։ կարեք Հա։ առանձի։ Հա իհարկե եղբայր։ Արի մխաթիր ուրքա նկարվենք։ Էսա երեխոդ նկարվեն մի վարկյա։ Մի հատելի։ Էսա հերթով։
Բայց լավ կարեց, մի հատ կարող բացես։ Это մեր լավ։ Դա մեր տեխնիկան է, Մարտին, դա բանը, այդ քյաղանի տեղը, որ կռիվանի լավ, այրեն անունն ասա։ տեղ։ Մանա այդտեղ բռնեցան տրակտորը, են Գնայինք։ տեղ մխատ։ Գնայինք, գրած է, չէ՞, թղթի մեջ։ Շատ լավ, գնացինք։ Բարև ձեզ, Շաբեջան, ո՞նց եք։ Լավ եղբայր ջան, ո՞նց ես։ Լավ մնացավ եք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Բաժան, նա պաստամ։ Ասա եղբայր։ Մեկ ազայք գիտակ մենք մարտունից պասպորտ խանայինք։ Նոր ասում եք, կարիքը չկա, հիմա 41 ռեգիոնալ կուտան, մեկ 31 այտան ասենա, էս ինչ են արել, կոդը 41-ի տեղը, ստեղ էլ կա անատոմիկի խնդիր, Տիկին Ավանեսյան, ստեղ պարզում աստեղ էլ դիա հերձանի խնդիր ունի։ Վարչապետ, այս նոր բժշկական կենտրոնում լինելու է։ Հա, Վարդենից, հա, կառուցող բժշկական։ Մենք հիմա Լինելու է, նախագծի մեջ կա։ Այո, նախագծի Բայց մեջ չենք կառուցում, բանում։ Նորը կառուցում ենք, բայց մինչև կառուցելը հինը լրի վերանորոգել ենք, որ լավ պայմաններ։ Իսկ դիա հերձանն նորում ա լինելու թե։ Նորում կլինի։ Հա, բայց ասում ես կոդը փոխել են, ինչա, ինչի տեղը ինչա։ Մարտունիցիա։ Չէ, սպասի։ Ինչի տեղը ինչա իմ պասպորտի մեջ։ Պասպորտի մեջ ներում вообще Մարտունիցի կոդն 31-ը կտա Մարտունի պասպորտ կանես, տոնկա 40։ Էս ինչ տնականություն են արել, պասպորտի մեջ կոդը փոխել են։ Բա այդ քիչ բան չի, ցավը տանել։ Բոլորս էլ հայաստանցի ենք։ Գեղարքոնիքի մարզի Շնորհակալ ենք ձեզ բոլոր տեսակի լավ աշխատանքներ կատարելու համար։ Շնորհակալ եմ, եղբայր։ Լավ եք, լավ է ամեն ինչ։ Շնորհակալություն, լավ եք։ Պարոն Խուդացյան, ժամանակն է արդեն։ Պարոն Խուդացյան։ Ավտոբուսը արդեն շարժվենք, չէ՞։ Շարժվենք արդեն։ Շնորհակալ ենք շատ։ Վարդենիսին։ Շնորհակալ պարոն վարչապետ, հայ ժողովուրդը ձեր հետ է։ Շնորհակալ եմ, եղբայր։ Փաստորեն անցած տարի 4 միլիարդ, այս տարի 6։ Այդ հաստատված ծրագրերն եք, չէ՞ ասում։ Այո, որ արդեն արել ենք։ Այս տարի էլ Հələ, ասմա մի քիչ, ուր է, ասմա մի քիչ Վարդենիսի մասին մտածել, ուր գնաց։ 7 միլիարդի ծրագիր ընթացքի մեջ ասմա որ մի քիչ Վարդենիսին լավ նայեք։ Ես էլ մտածում եմ, ասում եմ, էս ասելու է երևի, որ տենց ասեց, մտածում եք ասի, եսա մի 700 միլիոն, 800 միլիոն, 7 միլիարդի ծրագիր ունի, ասում եմ, Վարդենիսին մի քիչ լավ նայեք։ արդեն ասել ենք երկրորդական փողոցներին։ Հա, շատ լավ է, շատ լավ է։ Վարդենիս, սիրելի վարդենիսցիներ եւ ոչ միայն վարդենիսցիներ, շնորհակալ ենք բոլորիդ ջերմության համար, բոլորիդ տափահարում ենք, բոլորիդ։ Լավ եղեք, գնացինք։ Այն ավտոբուսն է, հա? Չէ, արդեն գնանք դեպի Մարտունի։ Էլի են հավաքված։ Դե գնանք ուրեմն փաստորեն։ Եթե մարդիկ հավաքվել են, ինչ կարանք անել։ Բարև եղբայր։ Դե գնանք քայլելով, ինչքան է։ Հա, հեն է հրապարակ։ Բայց մայթով քայլենք էլի։ Մայթով քայլենք։ Բարև եղբայր։ Լավ ես։ Բարև եղբայր։ Լավ։ Բարև եղբայր։ Լավ ես։ Տուր մի հատ։ Ահա, էս է քեզ։ Կարող եմ։ Իհարկե, արի բայց քայլելով։ Բարև եղբայր։ Խոսենք։ Մի րոպե, պարոն Պապոյանը բան ունի ասելու, այդ ընթացքի մեջ է հաստատ արվելու, յա։ Դա նույնպես արդեն հայտարարել ենք եւ Բարև։ Բարև եղբայր։ Մի րոպե։ Կներեք պարոն Պապոյան, էսա։ Ես մի հատ նվիրեմ, հա, սրանից ես։ Սերտի կանենք։ Անենք։ Շատ հոգես։ Մի հատ էլ տուր։ Եղբայր, ինչ է անունդ։ Արի քեզ մի հատ սրանից նվիրեմ։ Բարև ձեզ։ Արի, ինչ է անունդ։ Տիկո։ Ապրես Տիկո ջան։
Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եք։ Հա, պարոն Պապոյան։ Բարև Վարշապետ։ Չէ, լավ, չենք հասցնելու խոսանք հետո։ Հա, եղբայր, բարև ձեզ։ Բարև Վարշապետ։ Ես մի հարցով պարոն Պապոյանի տուկա։ Ես մարզպետիների եմ թիմը։ Ահա։ Այդ վերին շորժա։ Ահա։ Իպա վերևան, ինձ լավ բերման էր։ Ահա։ Դրա կողմը եղերա։ Ահա։ Մի տեղ ինձ 25 հեկտար 89 թվից վարձակալական խող ուներ։ Բան կա, թուղթ կա, թուղթը կա։ Հա։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ 21 թվին ցամի։ Ահա։ Ամեն տարի ցանում էի։ Ահա։ 21 թվին որ խփի։ Հա։ Ցանած։ Ահա։ Իմ դաշտի մեջ խփի։ Շեր։ Դե ոչինչ։ Թուրքեր խփեցի չի։ Ահա։ Չքաղի։ Բարև ձեզ։ Լավ եք։ Գիտի, թուրքերը պոստը։ Հա։ Իմ այդ միակ դաշտից։ Մի այդ բարով մետր է առնում։ Ահա։ 3 տարի չենք մշակել։ Բարև ձեզ։ Վախի չեք մշակել։ Մի վախեցեք, մշակեք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև Վարշապետ։ Հիմա խաղաղություն։ Շատ գերես։ Էդի գնում եք բերե, ես Բարև ցավը տամ։ Բարև ձեզ։ Բա ինչ անենք, ինչ եք ուզ բարև ձեզ եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա եք բերե, ես ցավը տամ։ Վարանքից ցանենք։ Հիմա 3 տարի որ չենք մշակել։ Հա։ Պարոն մարզպետ, այս փաստա գրված է, այս ինչ որ ասում է։ Մարզպետին հիմի փողեր ուզում է։ Շատ լավ։ Մի հատ ինչ որ մի հատ փաստա գրված ինչ որ կա, մի հատ նայենք ինչ կա փաստա գրված։ Վարձը խիեր ուզում 3 տարի։ Ինչի վարձը։ Դե գույքի հարկա։ Պարոն մարզպետ։ Փաստագրված հատվածը մի հատ նայենք ինչա։ Ըստ կլինի մի բան պայմանավորվենք, փաստերը արձանագրենք, ըստ փաստերի առաջնորդվենք։ Կլինի պայմանավորվեցինք։ Բարև։ Երեխեք լավ եք։ Նկարվեցինք, չէ։ Դե այս բաները ուղղեք է։ Իմն էսա։ Հա, ապրես։ Պարոն մարզպետ, այդ տենց կիսատ պռատ հարցերը որ կա, պետք է ընդհանրապես գույքագրել։ Ու որը հայա, որը չէ, այսինքն հարցերը պետք է փակելով գնալ առաջ, էլի, որովհետեւ այսենց կիսատ ամեն անգամ, այսինքն եթե չէ, ապա մարդկանց հստակ ասենք չէ, ժողովուրդ ջան, ու հիմնավորենք ինչի չէ, գրավոր տանք, որ մարդիկ իմանան։ Հայա, էլի գրավոր պետք տանք հայա, հարցը լուծենք գնանք առաջ։ Ինքը իր պետք է հավաքել, իր տարածքի ուշքից չենք ունեցել։ Բարև ձեզ։ Դե էդ եմ ասում, ըստ փաստերի։ Եթե փաստագրված է, որ հավաքած է, ուրեմն չէ, ասում ենք ամենայն հարգանքով։ Մենք բոլորը փաստագրել ենք այդ ժամանակ։ Որը բան է եղել, մենք հանձնաժողով ունենք, հանձնաժողովով ներկայացրել ենք ու փոխհատուցումներ է Տրվել է։ Այդ ժամանակ բոլորը ովքեր վնաս կրել են, մենք անասուններն ու հիմարներն են իրենց հետ վերադարձել։ Սրանք դեպքի համար են։ Այո, մենք ամբողջությամբ չկա մեկը, որ վնաս է կրել, կառավարությունը չի փոխհատուցել։ Շատ լավ։ Շատ լավ։ Պարոն Պապոյան, մի անգամ է փորձենք։ Մի անգամ է փորձենք, հələ։ Պարոն վարչապետ, ամենասպասված, այսպես ասած, գյուղատնտեսական աջակցության ծրագիրը, դա փոքր գյուղատնտեսների ուզում են, որպեսզի 0%-ով վարկեր լինեն, որպեսզի կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնենք եւ ելի այդ հարցով բոլորից ստայտվում է ձեզ ամենաշատը դիմել են։ Հա, եւ բնականաբար, քանի որ քաղաքացիները դիմել են ձեզ ու այդ հարցը մենք գիտենք, որ շատ կարեւոր է իրենց համար։ Բարև ձեզ։ Ձեր հանձնարարությամբ մշակում ենք աջակցության ծրագիր, որը
կարծում եմ ապրիլ ամսին կհասցնենք ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները Էլի 0%-ով վարկերի մասին։ Այո, ու սա վերաբերվելու է 100,000-ավոր մարդկանց, այն փոքր գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունների։ Դե նախկինում ոնց աշխատել են նույն ձևի, չէ՞։ Այո, որոշակի դիզայնում միգուցե փոփոխություններ լինեն, բայց մեծ հաշվով լինելու է անտոկոս վարկ, որից կարող են գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիները օգտվել։ Շատ լավ, դե ընթացքը ապահովեք, որ ժամանակին հասցնենք։ Հա, եղբայր։ Մեր թաղը է պետք ասացելու։ Որն է ձեր թաղը։ Է որ նոր մտել էիք է դրա կողքի թաղը։ Պարոն քաղաքապետ։ Այո, երեխեն հարցում է իրանց թաղը երբ ենք ասֆալտապատելու։ Այս տարի այդ թաղը Հաստատ։ Որը ասեցինք ասցիք հաստատ, պարոն համայնքի ղեկավար, տեսեք, հա։ Նախագիծ նախաշի վարվածա սա։ Տեսեք, չանեք, հետո ես եմ սևերես մնալու։ Ես եմ սևերես մնալու։ Հաջան։ 6 տարի առաջ ես մենք դիմումներենք կատակարդություն Ինչ թեմա է եղբայր։ Դա ის կոնքան հարցը 6 տարի առաջ պատասխանը դերից կրա։ Չի բացահայտվել։ Ոչ մի անգամ դիմումներս չեմ ստանում ես։ Ահա։ Հիմա մենք անն ազգանունը կասեք եթերում է։ Ինձ մի քանի անգամ ձեզ դե մոտիքցել ալեսի մի անգրել որի դասերս պետք է Մի հատ անն ազգանունը դեպքի օր։ Ոստիկանություն։ Անն ազգանունը 99% գիտամ, 1% չգիտա, բա ոչ։ Դուժողի անն ազգանունը։ Ես այդ ինձ դիմում ակերը կտացես։ Շատ լավ, օգնականս տեղա, պարոն Իսախանյան։ Մեկ էլ մի խնդրան գելի։ Մի հատ իրանք էլ դիմում ունեն սպանության գործը։ Մեկ էլ մի հատ 3 տարի առաջ ինձ անմեղտեղ դատին, տնային կալանք տվին։ Ինչ հոդվածով։ Ոստիկանության շենքը Ինչ հոդվածով։ Ինչ հոդվածով։ Եվ տարբեր հոդվածներով են։ Դե եղբայր դատական գործեր կապված ես ինչ ասեմ։ Չէ, բայց դե արդեն դատել են մարդուներին։ Դատել են։ Ես ինչ անեմ։ Դատել են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոչի չկամանք, յոլա եկեք կայ։ Թող բան խոսանքնեմ նույն։ 2 տարի 4 ամիս, 2 տարի 4 ամիս, 5 տարի կես ընդ դատել են վերաքննիչ ազատելա որ։ Եղբայր, եթե դատանը դատելա, ես չեմ կարա բան անեմ։ Եթե դատելա, ուրեմն հիմքակ թե չէ որ դատել։ Չի կտե, ոչ մի բան, վերաքննիչ ազատելա։ Հա, ազատելա։ Ազատելա, ազատելա։ Բան չի կտե, բայց 2 տարի 4 ամիս անմեղտ նստել է միջի համար, այդ։ Հիմա դուք կարաք դիմեք, էլի ձեր, եթե նայած վերաքննիչ ազատելա, նայած ինչ հիմքով ազատել։ Հիմքով որ ոչ մի բան չկտացին վրան, պարոն Խաչյան, ոչ մի բան։ Եղբայր, ես մի չեմ կարա բանավոր։ Եթե արդարացման հիմքով է ազատել, դուք իրավունք ունեք ձեր այդ ընթացքում ձեր կրած վնասների չստացած շահույթի հարցով դիմել եւ փոխհատուցում ստանալ։ Եթե ես ընդունում եմ, բայց ես իմ տեղը հարցամ պիտի բացահայտվի։ Պետք է բացահայտվի, պարոն Խաչյան։ Պարոն Իսախանյան։ Որ ստից կասկածելով վենդետա չլինի, ասեն ես եղավ, ես կասկածելով մարդու վրա չեմ եկում։ Իմ դժվարին իմանամ ես քաշեմ դրած։ Դուք անելու բան չունեք, դա պետության գործն է։ Դու ուրեմն իմ ուսը ձեր վրան ամնում։ Հա, եղբայր, բայց դե հիմա պետք է հասկանա, եթե բավարար չափով փաստեր կան, պետք է բանա։ Եթե լրիվ փաստեր կա, զապիսներ կա, ամեն ինչ Ես չեմ բացառում, որ քննությունը մի րոպե խոսում եք էլի։ Ես չեմ բացառում, որ քննությունը բավարար ուշադիր չի, արդյունավետ չի եւ այլն։ Մի րոպե, ես ձեր ազգանունը ինչ է։ Հարությունյան Մихայել։ Լսում եք ձեզ երկու բառը դուք եք լսում։ Բայց լինում են դեպքեր, ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում է, որ հանցագործությունները չեն բացահայտվում։ Աշխարհի ոչ մի երկրում չկա, որ 100% բացահայտում կա։ Բայց ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մենք նորից մի հատ կնայենք, կխնդրենք մեր իրավապահներին առավել ուշադիր նայել, որպեսզի բացահայտվի։ Իսկ մի բան ասեմ գնացեք, որ ասում են 99% գիտեն 1%, այդ ո՞նց եղավ։ Այդ կպարզենք։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ինձ 5 րոպե, ես կութի բնակիչ եմ, հեմոդիալեզով հիվանդ եմ։ Ես կութից շատ ժամանակ ոտքով եմ իջնում գնում դիալեզի գալի։ Մեր Վարդենիսի թիմը Մարտունիումն է դիալեզ ընդունում։ Ճիշտ է, շնորհակալ ենք պարոն Խաչատրյանը, պարոն Սարգսյանը մեզ օգնում են տարբերաբար ժամանակ առ ժամանակ, գազել ունենք, մեզի տանում բերում է, բայց այնտեղ ապարատափչանում խնդիրներ ենք ունենում, ներկապահին մեր կես թիմը գնացել է, կես թիմը մնացել է։ Տիկին Ավանեսյան։ Խնդրում ենք, իսկ ինչն է ձեր հարցը, ինչ է հարցը Վարդենիսում է լինի հեմոդիալեզ։ Տիկին Ավանեսյան,
Տիկին Ավանեսյան, իսկ որ նորոգում ենք Վարդենոսում հեմոդիալիզ նախատեսում։ Այո, կլինի։ Այս տարի կլինի։ Այս տարի կլինի։ Այս տարի Սարքերի գնման process-ի մեջ։ Իսկ մի հատ խնդրանք գութեն չկա բանի մեջ 16 միլիոնի ծրագիրի մեջ ինչի չկա։ Դե որովհետև նախկինում չեն սարքել, ընդամենը 3 տուն ա եղել, դրա համար չենք Չի մտցրել։ լինելու։ Դե հաջորդ փուլում գուցե եթե հայտեր կան մի հատ հավաքեք գոնե իմանան կոնկրետ սարքողներ լինելու են, որովհետև էդ էլ սիրուն չի։ Բաները, քվոտաները դնում ենք, տենց մնում ա եւ կրով։ Մեկ էլ մեր գութի ճանապարհը շատ անմխիթար վիճակում։ Ճանապարհները հերթով կսարքեն, հա։ Նախ շնորհակալ եք, որ եկել եք մեր Վարդենից մի հատ սպեսի հարցով, էլի, ես վարորդ տղա չեմ, Վարդենից էլի։ Գնում ասում եմ գավառ պասպորտի համար։ Եղբայր, այդ հարցը քննարկեցինք։ Պասպորտի շրջիկ կետ կա։ Հետևեք հայտարարություններին, ներքին գործեր, մի րոպե, եղբայր։ Ներքին գործերի նախարարության շրջիկ անձնագրային կետը գալիս է Վարդենիսում կանգնում։ Ինչքան է պետք։ Մի ժամ է պետք, 2 ժամ է պետք, 5 ժամ է պետք, 2 օր է պետք, կկանգնի, ձեր մոտիկ կգնաք կմտնեք մեքենայա կահավորված Mercedes առել ենք, որ մտնեք ձեր հարցերը լուծեք դուրս։ Ուղղակի խնդրանք հնարավոր չի որ բերեն մեր մոտ ասեք Եղբայր, բերում են։ Չունի գալու։ Չեք լսում Մի հատ որ դուք եք եկել կառավարություն։ Հիմա մի հատ կառավարության որոշման նախագիծ է շրջանը առնում, որում համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակին որոշակի բաներ պատվիրակելու են, որ համայնքը զբաղվի դրանով։ Նկատի ունեմ, պասպորտ սեղանը գալիս է, կա աշխատանքի կազմակերպման հարցը։ Այսինքն ձեզ հո շենք չի պետք, ձեզ պետք է որ ձեր խնդիր լուծվի։ Mercedes-ը գալիս է, լուծում է ձեր սերքը, հիմա եթե խնդիր կա, որ համայնքային ծառայության գրասենյակը նախնական ինչ որ հավաքի փաստաթղթերը, որ մեքենան գա միանգամից լուծի, դա կլավացնենք, կլուծվի այդ հարցը։ Այսինքն ձեզ ծառայությունն է պետք, էլի շենքը չի պետք։ Մենք ծառայությունը կապահովենք։ Որտեղ ենք գնում, Համայնքը մեքենան գալիս է քաղաքի կենտրոնում կանգնում է։ Չէ, գավառ 3 անգամ գնում ենք 40։ Բայց հիմա խի եք գնում, ինչ եք գնում։ Հերթը շատ է։ Ինչի մեքենայի մոտ հերթը շատ է։ Տիկին Սարգսյան։ Հələ ձեր անուն ազգանուն ասա։ Արթունյան Վարդա։ Կոնկրետ խնդրում եմ արդեն 2 քաղաքացի Տիկին Սարգսյան, ներքին գործերի նախարարին եմ դիմում։ 2 քաղաքացի արդեն այդ հարցը բարձրացնում են, բայց մենք շրջիկը ունենք։ Խնդրում ենք մի հատ մարդու հետ խոսան, տեսնեն եւ համայնքի հետ էլ խոսան, մարզպետի հետ էլ։ Այդ շրջիկ կետի աշխատանքը ինչով չի բավարարում, որ մարդիկ հարցը բարձրացնում են։ Համեցեք։ Այդ շրջիկը, այդ հասկացողությունը որ կա եղել է դեր դիմել եմ, փոքր տղայիս համար ազնագիր ստացել եմ, այդ ձեր ասածը աշխատել է համաձայն, բայց մնացած մյուս հարցերում չի։ Ինչ հարցերում։ Պետք է գնանք ասենք, այնտեղ գրանցման հետ կապված։ Շենքի հարցը փակել են, էլի Ժորժան։ Ընտանիքի պետք է։ Էսա ընդհակառակը 27 թվից 27 թվից 26 թվից երկրորդ կեսից կամ 27 թվից բիոմետրիկ անձնագրերն են մտնում, որ ընդհանրապես ամեն ինչ հիմնական մասը on-line ալնելու անձնագրի համար մի անգամ ընդամենը պետք գտնելու գնալ։ Դրա համար բերել շենք է սարքել այդքան պետական ծախսաներ, բայց ասում եմ տիկին նախարար, մի հատ մարդկանց հետ թող կոնկրետ խոսեն, ձեր անուն ազգանունն է։ Արտուր Օհանյան Արտուրի եւ մեր եւ Վարդանի հետ։ Թող խոսեն մի հատ հասկանան մարդիկ ինչ իրավիճակներում են, որ չնայած շրջիկը դրել ենք, իրանք ինչի են ստիպված գնալ գավառ, դուք էլ ինձ հետո կասեք, թե իրանք ինչի են ստիպված գնալ գավառ։ Չէ՞ որ մենք դա այդ ծառայությունը ստեղծել ենք, որ ստիպված չլինեն։ Տան համար է էլի, մենք 2000 թվից ես ապրում եմ մի տան մեջ, որը որ այն ժամանակ գիտեք ոնց է եղել էլի, գյուղապետներն բերել են մարդիկ են գրանցել, տարբեր մարդիկ են գրանցել, հիմա չեմ կարողանում սեփականաշնորհեմ, մենք տան մեջ նստած, բերել են իրանք տարբեր մարդիկ են գրանցել, հիմա դրական պատասխանի կներեք, ես դուսատեգամ, դրական պատասխանի խնդրում եմ։ Շատ կարդամ նոր էլ ես գլխից ոնց Անձամբ ձեզ եմ խնդրում, պատասխանը բայց օգնականից եմ տալ, ինչ հարցով։ Ինչ հարցով։ 20 թվականի ստեղ սպանության հարցը որ մինչև որ ձեր ամուսինը մոտեցել է։ Եթե ոչ, ուրեմն օրենքի մատը խառնա։
Շատ լավ։ Նախարարի, բոլորի դատախազի դատավորների, բոլորի մատախազը 20 թվին նախարար չի եղել, դատախազը դատախազ չի իրոք եղել, չի հավատացեք կարող։ օրենք գոյություն Ես Հասկացա։ պարոն Փաշինյան, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հիմա այդ տունն ես եմ 0-ից հավաքել եմ։ Այն ժամանակ ինձի ասել են, որ ինքը թուրքի լքված շինությունն է, որպես 90-ականների փաստական, պիտի այդ տունն նվիրատվություն անեին, բայց ղեկավարները այն թվի ղեկավարները Էտո ոլորտի հարցա, Թորոսյանի նախարարության հարցա, մարզպետարանի թե համայնքի։ Կադաստրի։ Գրանցումների հետ է կապված իրանց։ Մի հատ ձեր անուն ազգանունը ստեղացեք, պարոն Թովմասյան։ Բաղմանյան Էլմիրա Սուրենի։ Գյուղը։ Կուց գյուղ։ Հասցեք է։ Ահա, հասցեք է, Բալասանյան առաջի փողոց տուն 25։ Մի հատ այդ տան հետ կապված, պարոն Թովմասյան, հասկանանք ինչ խնդիր է, այսինքն ինչ հասկացա։ Վա, ես չեմպիոն եմ։ Ինչի չեմպիոն ես դու։ Ինչի։ Մարլաձեց, շատ ապրես։ Բարև եղբայր։ Լավ եղբայր ջան։ Նկարվենք, ով է նկարում։ Շնորհակալ եմ։ Հա ջան, մի րոպե։ Լավ քաղաքապետ ունենք, որ ռայոնի համար լավ մենք շնորհակալ ենք, որ արկել եք, եկել եք։ Խի առաջ անգամ եմ ես եկել, քանի անգամ եմ եկել, ես որ երրորդ անգամն է ես վարչապետելներից հետո որ երրորդ անգամն է ես արդեն հաշիվել չկա։ Փաշինյան, երեխեք։ Արքես։ Ընտրեմ ես դիմումներին մի հատ դենտի պատասխան տվեք դրական։ Վայ մռուտ ջան, սպասի։ Ես է քեզ եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, երեխեք ջան։ Բարև, ինչ անունը։ Եկելա ձեզ տեսնի։ Բարև Կամո ջան, մի հատ բարև եղբայր։ Լավ եղբայր։ Մի հատ քեզ նվիրեմ սրանից։ Բարև եղբայր ջան։ Մի հատ քեզ էլ նվիրեմ, բայց կուրտքեդ հաստ է, դու էս վերցրու։ Կամոյինն էլ, Կամո ջան, քո կուրտքեն էլ է հաստ։ Կարանք նկարվենք։ Հա, իհարկե եղբայր։ Մենք հետ Հա ջան։ Ո՞վ է նկարում։ Երեխեք ջան, այդ բաները չգցեք։ Սպասի քեզ էլ տամ սրանից նոր։ Մեր վարչապետն է, մեր վարչապետը կմնա ոնց Փաշինյան մի հատ խնդրում եմ ինձ լսի անցած տարի ուրալը նոր շրջեցին գերինցորեն Սիսյան որ են գալ Էսա մի րոպե երեխեք Էլով է նկարվում Դուք ասեք լսում եմ Ով է նկարվում Շնորհակալ եմ շատ, շնորհակալ Չէ, հա ջան, եղբայր 100% Չենք երևում Ահա, երևացի Հա ջան Ուրեմն ես ունեմ մի հատ Դեմքը շատ ծանոթ Հիմա չեմ թողեմ մի հատ Քանի բնակիչ կա 5000 ուրեմն մեջտեղ Կողքը ինչ գյուղեր կա Լուսակուն քաղաքը մեջտեղ սարքեն 1600 համարյա 1600 պարոն վարչապետ մատ ասեմ նոր հա Շնորհակալ եմ 1600 լուսակունքում է բնակիչ 1100 խաչաղբյուրում է Բանի 5000 էլ մերն է այդ մարզական կենտրոն սարքելու համար ճիշտ տեղը որտեղ է Որը նենց սնի, որ խոշորացված համայնքի մաքսիմալ շատ բնակավայրերի էլ է Որոշել եք տեղը Եղբայր Վարդենիսում ենք կառուցել Ակունքի մեկ էլ խաչաղբյուրի մեջտեղում լուսակունքում Լսեք Հիմա մեխանիզմը հետևյալն է Մաքսիմալ հարմար տեղ եք գտնում Հետագայում էլ համայնքը տրանսպորտային համակարգի միջոցով ունեն ցանում է որ սկսում ենք բան անենք Էս այս 7-10 միլիարդ ավարտեք հաջորդիվ արդեն համայնքի խոշորացված տրանսպորտային հարցերին պետք է որ
որ դպրոցը մարզական կենտրոնա մանկապարտեզա մարդիկ հասանելիություն ունենան եւ մեծ բարդ չնայած դպրոցի հարցը առանձին ենք լուծելու, որը կրթահամարիր է։ Մենք կամ ծնողներին ենք ֆինանսավորելու կամ մենք ինքներս բանի համար դպրոցի համար տրանսպորտ ենք ապավել։ Ստեղ եղել է տրանսպորտը։ Իդեալից մի բան էլ ասեմ, տրանսպորտի հետ կապված մենք մի քանի անգամ մրցույթ էինք, հաստող չեղավ, հիմա ստեղծել ենք համայնքային ՓԲ։ Դե ուրեմն տենց, համայնքային ՓԲ-ով ենք հիմա։ Մեր աշակերտներն են 2025 թվականի Եվրոպայի չեմպիոններն են։ Շատ ապրես, շատ ապրես։ Եթե Նկարվեցինք չեմպիոն, թե չէ։ Չեմպիոն։ Նկարվեցինք, թե չէ։ Վարդենիսում, եղբայր, Վարդենիսում։ Վարդենիսում կա արդեն, պարոն։ Քանի կիլոմետր է ձեր բնակավայրը հեռու։ Կպած է այդ գյուղերի հետ։ Չէ, Վարդենիսին ինչքան է։ Վարդենիսից ինչքան է հեռու։ Կպած է, չէ։ Էй դե եղբայր, Վարդենիս ինչ տարբերություն։ Դե այն կողմից, պարոն վարչապետ։ Դե եղբայր, սկզբից մեծ բնակավայրում պետք է սարքենք։ Ծանրաբեռնվի տեղ չլինի, հետո արդեն գյուղերում, էլի։ Ասենք տրամաբանոր նորակառույց դպրոց կա։ Նորակառույց դպրոցի մարզադահլիճ։ Արդեն պետք է գնանք, չէ՞։ Ժողովուրդ ջան, արդեն մեր ժամանակը սպառվում է։ Ինչա գրած։ Դիմումն էլ այ մի հատ տվարտիրավ ունեմ բլե ամբողջ Ինչ եք ուզում։ տվարտիր է ամբողջ Ինչ եք ուզում։ Ուզում եք ինչ անենք։ մի հատ տարած ձեր աչքը տենաք մերա հայտնեմ Տեն հիմա չեմ կարող գամ տենամ։ կարող եմ անցնեք այն միշտ Չէ, ուշանում ենք, Մարիկ ջան, ուշանում ենք, ուրիշ տեղ։ ձեր աչքով տենաք Այս դիմումը կտանք պարոն այս դիմումները ամբողջին հայտնել են կբաշխեք օգնականների մեջ, հատ կզբաղվեք բոլոր։ Ձեր պատասխանել Ես խնդրում եմ ադնձիլեսի անցած տարի ես ու Քասյան քնարիքնի ծառայողի մեզ անցած տարի Ուրալն Գավսիսյանի ջոն ես չարտու փշուրեղին նոր կարգավորում շնորհական իմ քեզ որ այդ կարգադրությունների սիմվատն սարկաթրած է 3 միլիոնանոց սարկաթրած է շնորհակալ եմ քեզանից է մեր առողջապահության նախարարից է հիմի ինտերիեմ բռնվուզա Ինչի համար Անայել ես գինա մեքենա շուրեգի ինչ բերին բարտի կախին թե ոնց տեսցելին 3 տարի նստեր արտի 6 հատ երեխա ունի իրան փարոսն կտրած երեխեքների իրան սանկատուրն լրիվ ցագրդաշ ջուրն կատում է երեխեքներու վրենա անջապես ես խնդրում եմ աջակցիս իմ երեխին փաստողի սիվանդա անազգանն ասա Սուքասյանը Ստեփան որտեղ է նստած Արմավիրի քրեակատարողականն ես Բնայք չեմ կարող բան խոստանամ բայց եթե լավ վարք ունենա գուցե պայմանական բաղաժան բայց արդեն պետք է Մի գնանք րոպե չէ ինձ պետք է լսեք որովհետև ես 55 թվից ծնված եմ 78 թվին իմ պասպորտը կեղծել են իմ ամուսնու անձնագիր կեղծել են տղուս տղես մահացած է ամուսինս մահացած է հիմի կատաստրոֆ ես գոյություն չունեմ որպես Հայաստանի ստեղի բնակիչ չգիտեմ որտեղ են գերը ինչ են արել կատաստրոֆն կեղծել են անձնագիր չունեք դու անձնագիր ունեմ կեղծած անձնագիրն տեղակ է իմ մահաց մատ բարձեք ինչ առանց իմ մահացած տղուն գրել են ուրիշ շենքի վրա Սենց դեպքերում ախր գոնե գրավոր ասեք որ գոնե անազգանուն մի բան ես 5-6 անգամ տվել եմ ձեզ նամակը ինձ անձամբ տվել եմ հա ինչքան որ եկել եք շատ լավ ձեր անազգանունը մի հատ ասեք Եղազարյան Անահիտ Արմենակի հասցե Լեռնագործների է բայց տվել եմ Լեռնագործների է բայց իրանք այստեղ խնդրեմ ունենք որ մարդը անձնագիրը փախստական են գրել փախստական են գրել շատ լավ փորձենք հասկանալ դու ասեք ես ոնց կարամ ձեզ ազգային հիմա նախարարին ես դիմեցի որ նախարարը մի հատ ճշտի Ժորժ ջան պետքա գնանք արդեն չէ արդեն եղբայր արդեն ուշանում եք Իչան է որ այդ ռազմային ընթացք դրվի Եղբայր գրավոր մի գոնե թուղթ հայտնի է մի գոնե թուղթ տայեք էլի բարև եղբայր հա նկար ով է նկար որտե զինվորի տանը որ հանդիպեցի սայլակի վրա որ մեզ ստացի հիշեցիք հա Ինչա պետք անել ինչ է բախտարում եք ասեմ երկու խնդիր ասեք 70,000 դրամ հարկեմ ունեցի ապրիլյան պատվեր մասնակից հիշեցիք ինձ լավ այնօր որ ասեցի զինվորի տան ամսու 28-ի վրա հիմի աճելա էլ է 5 միլիոն էտի համել բնակարանը սերտա գրված են բնայում 10 տարի է բայց ապրում եմ անորոջս հետ
Իմ հարցը այդպես մնացել է։ Հերթագր բնակարանների հարցերը լուծելու ենք։ Պարոն Պապիկյան, հերթագրված բնակարանների հարցերը լուծելու ենք։ Ուղղակի խնդրեմ այդ հարցի լուծումը բնակարանի։ Այո, լուծելու ենք։ Էսա վարկինը չգիտեմ, պետքա նայվի։ Այս բնակարանն ապրիլին կառավարության որոշում ընդունելու ենք 2 տարվա մեջ լուծելու։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, գնացինք։ Բոլորիդ շնորհակալ եմ։ Եղբայր, պետք է գնանք արդեն։ Պետք է գնանք։ Երեխեք ջան, տուր մի հատ բան տուր։ Երեխեք, ես ձեզ։ Ողջույն, հա, եկեք։ Ում չեմ տվել սրանից, ես ձեզ։ Լևոն տուր։ Ում չեմ տվել սրանից։ Նկարվեք։ Ձեզ տվել եմ սրանից, թե վերցվեք։ Այդ մագնիսը տնգավ։ Մագնիսը տնգավ։ Հա։ Ավտոբուսը ուրա։ Շնորհակալ եմ, եղբայր։ Շնորհակալ։ Ամբողջ Վարդենիս Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Գնել, ձեզ Հաջան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, եղբայր։ Դեռ հələ գալու ենք, մայիսին գալու ենք, այս ժուրնալն է։ Բարև եղբայր։ Եղբայր ցավը տանեմ, արդեն պետք է գնանք ուշանում ենք, ահա որ։ Ավտոբուսը ուրա։ Գնացինք։ Տներեք, պետք է գնանք արդեն։ Դե արագ, ելի ուրա հեռախոսը պատրաստ։ Եղբայր արդեն ուշանում ենք, էլի, կներես։ Համայնքի ղեկավարին ասա ինքը ինձ կփոխանցի։ Հա, արագացրեք, էլի երեխեք ջան։ Դու Ժողովուրդ ջան, ուշանում ենք, էլի։ Եկեք, արագ, նկարվել արագ։ Արագ, երեխեք արագ չեք անում, ուշացանք, օրը պրծա, հա? Նկարվում, մի հատ պին տուր, ես քեզ, երեխեք լավ էլի նկարվել է հաջորդ անգամ թողը։ Ես քեզ տվել եմ քեզ սրանից, դե վերցրու։ Գնացինք։ Լևոն ջան, ավտոբուսը մի շմոտ եք բերեիք։ Բարև եղբայր։ Բարոն վարչապետ, ես մի հատ ես բան խնդրեմ։ Լավ էլի։ Վարդենիսիներին լավ նայա։ Երկու աշկով։ Տնաշեն, 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր ենք հաստատել։ Մենք սահմանամերձ ակ ապրենք։ Հա։ Ոնց է նայես, բայց մեզի լավ նայա։ Բոլորին ես բոլորին նույն ձև եմ նայ։ Վարդենիսիների վիճակը թող լավանա։ Կլավանա, ոչ մի խնդիր։ Ժողովուրդ ջան, կներեք, արդեն պետք է գնանք, կներեք։ Ներողություն, շնորհակալ եմ բոլորին։ Բոլորից սիրում եմ, լավ եղեք։ Արագ, երեխեք, արագ։ Վերցրու եղբայր, տուր ես պելիք։ Դու ունես սրանից։ Հա, շատ Ես չունեմ, իհարկե եղբայր։ Նրանց չի ասա։ Վարչապետ մեկ նկարի։ Արմեն ջան, վերցրու։ Շուտ արա։ Շնորհակալ եմ եղբայր։ Գնացինք Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Դավիթ, դու ինչ ես անում այստեղ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ։ Երբ մի բան ասեմ էլի, Ճապոնիայի բանն էր, որ կայսերը գնաց ձեռը բռնեց խաղաղություն Ամերիկայի հետ։ Եղավ, եղբայր։ Շնորհակալ եմ։ Ահա։ Այսպեսին էր Վարդենիսի մեր այց։